Ամսի 2-ին այո, բան առավոտյան դուրս եկա տնից, տենամ սաղ Հիջանսկը ջրի մեջ կորած, լիֆտերը չի աշխատում ջրի պատճառով, սաղ բանը առայսօր չի աշխատում։ Ամսի 7-ին իմ տան բանը ջրաչափը սառել էր, տաք ջրի ջրաչափը։ Եվ ֆենով թե ինչ-որ բան ուրիշ գործիքով եկել են տաքացնում են, որպեսզի ջուրը գա։ Ջերոսման հետ կապված ինչպես նշեցին կան խնդիրներ։ Ջերոսման շոչիկի այդ ջերմաչափը ուղղակի ասենց սկոչով պատած էր տրուբային եւ մոտ 40% ավելի ծախս էր գրում մեզ վրա։ Իմ բնակարանը 70 քառակուսի է, ես 7 օրվա համար մոտ 50,000 դրամ գումար է եկել, դա 7 օրվա համար։ Բայց այսօրվա թվերով մոտ 300,000 դրամ գումար արդեն կազմում։ Համայական թվեր են գրում։ Հա, բայց տունը սառը չի, մենք չենք տենց տա հա։ Իսկ սպասարկման համար ամսական ինչքան է։ Սպասարկումը 250 դրամ է քառակուսի մետրը, դա շատ մեծ գումար է, օրինակ ձեր դիմացի շենքերում 25,000 դրամ եմ վճարում, այո։ Դիմացի շենքերում, եթե չեմ սխալվում, 130 դրամ է քառակուսի մետրը, բայց համատաբար լավ սպասարկում է իրականացվում։ Խնդիրներ շատ կան։ Ես կխնդրեմ ուղղակի վերցնել այդ բուկլետը կամ այդ ռոլիկը, գալ այդ շենքի կողքը։ Եթե իրար համապատասխանում են, ուրեմն մեր այսքան ասածը սա առ ոչինչ է։ Իսկ եթե չի համապատասխանում, ես հարցս ուղիղ ուղղում եմ պատկան մարմիններին։ Բոլոր նրանք, ովքեր դրել են ստորագրություն, որ համապատասխանում է, մի օր իրենց հետևից գնալու են։ Թող գան, ցույց տան, որ համապատասխանում են, մենք էլ ասենք ներողություն։ Ինչ են ներկայացրել, ինչ են հանձնել, մի քանի բան։ Ներկայացրել են կանաչապատ տարածք, չգիտեմ, խաղահրապարակներ, լողավազան, շատրվան, բիզնես դասթեշնք, ես չեմ ուզում մանրամասնել, սկսած դուռ լուսամուտը, որակական առումով այն ինչ ցուցադրված է եղել օֆիսում, գուցեև չի համապատասխանում։ Էլ չեմ գնում բետոն, արմատուրա, չգիտեմ, ջերմամեկուսացում, ավելին ասեմ, հոկտեմբեր-նոյեմբեր ամսին վերանորոգման ժամանակ շենքի պատիկեսը գնացել էր։ Դրա մասին վկայող փաստեր եւս կան։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը եկել էր, հետո ինչ որ մի этаպում փորձեցին վերանորոգել, մեծ հարցեր կան։ Սկսած ջերմամեկուսացման համար նախատեսված աշխատանքները ամբողջ շենքով, ինչ որ հատվածների մասին չի խոսքը, կատարվել է թե ոչ։ Ինձ հետաքրքիր է բոլոր այն մարդիկ, որ դրել են ստորագրություն դրա տակ, պատկերացնում են ինչի տակ են մտել։ Ինչպես եւ բոլորին, որ ասվել էր, պետք է հանձնվեր 2 տարի անց, ավտոկանատեղի ամբողջությամբ գումարը տրվել է եւ մեզ ներկայացվել է, որ լինելու է 3 կողմից պատ, սակայն այս տարի, երբ որ արդեն թույլ էին տալիս մտնել ավտոկանատեղի եւ այս տարի նկատի ունեմ 25 թվականին, եւ մեր ավտոկանատեղի մի պատը չկա, օֆիսը այսպես է մեկնաբանում, որ մենք դա գնել ենք որպես ավտոկանատեղ, այլ ոչ թե գարաժ, այդ պատը կարող է եւ չլինել, սակայն ըստ պայմանագրի այդտեղ նշված է, որ այդ պատն էլ գոյություն ունի։ Կառուցապատողը եկել է եւ միասին էլ նայել ենք, որ չկա, նույնիսկ ինքն է զարմացել, թե ինչու այդ պատը չկա, որովհետեւ -1-ում կա, -3-ում կա, սակայն -2-ում չեն դրել դա։ Եվ առաջարկում է փոխել մեկ այլ ավտոկանատեղի հետ, որը որ եւ քառակուսիով է փոքր եւ պատերը արկա չեն։ Կամ իջնել -3, որը այդ ժամանակ ավելի էժան էր, քան հիմա եւ սպասում ենք դեռ իրավաբանի, չգիտեմ, իրենց պետք է տեղեկություն հայտնի, որպեսզի նաև մեզ տեղեկացնեն դրա մասին։ Մոտավորապես արդեն մի 4-5 ամիս է մենք այդ հարցի շուրջ դեռ քննարկումներ գնում է ու ոչ մի պատասխան չկա։ Կարծես թե ժամանակ են անդադ փորձում պտտել անցնի, որպեսզի, չգիտեմ, ինչ լինի, եւ առաջարկում են վերադարձնել ուղղակի զուտ գումարը, որը այսինքն փաստացի ֆինանսական կորուստ է լինում։ 4 տարի սպասես մի բանի ու բերեն մեկ ուրիշ բան առաջարկեն, չգիտեմ։ Ուրիշ ինչ խնդիրների մասին կարող եք ասել որպես բնակիչ։ Որպես բնակիչ նաև հոսանքի հետ կապված, որ մենք վճարում ենք կատարել, իսկ պայմանագրում դա նախապես չի եղել։ Հետագայում մենք նաև դա ենք վճարել 177,000, հենց գումարը փոխանցվել է Շինա ՍՊ-ին, հաշվի համարին։
Դրա համար որպեսզի հոսանքներ ունենանք, կարողանանք մնացած բաժանող դառնալ։ Դե քարաթափումներ մնացած արդեն ասվել է, իհարկե միանշանակ քարաթափումը մարդ մտածում է ոնց գա, որպեսզի անվտանգության մի բան դնի գլխին, որպեսզի կարողանա մտնել շենք, դա նորմալ չէ, չեմ կարծում, որ ինչ որ մեկը դուք էլ լինեիք բնակիչ, չէիք ցանկանա նույնիսկ մոտենայիք։ Մենք պայմանագրերով տարբեր ժամանակներում կնքած անգամ ամենավերջին պայմանագրից անցել է 2 տարի ու ավել, որևէ մեկը տենց կոպիտ գործողությունների չի գնացել։ Հնարավորություն տալով, որ մարդիկ աշխատանք կատարեն երկրի տարբեր իրավիճակները հաշվի առնելով։ Ի վերջո մենք էլ ենք մարդ, բայց այդքանից հետո հիշաչարություն չլինի հերթական հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նույն հարցը ես ցույց տվեցի բուկլետը ու պայմանագիրը, շուռ եկավ բոլորի ներկայությամբ, ասում է, այս փսլենքոտը ով է։ Այդ փսլենքոտը Շենգավիթ բժշկական կենտրոնի վիրաբույժներից մեկն է, որը իր կամ իր նման տասնյակ կամ հարյուրավոր, հազարավոր մարդկանց վիրահատում է։ Ու այդ մարդը այդ հասարակությանը վերաբերվում է սենց։ Տենց է շարունակվում, ոչինչ չի փոխվել։ Ինձ այդ ժամանակ ասում եմ վերադարձրեք սրա գումարը, ոտը չտեսնեմ այս շենք։ Սա ձև է։ Դատախազություն գտուց բավարար։ Սա ձև է։ Ես հիշաչար չեմ, բայց հիշողություն ունեմ։ Բնակիչներ ունենք, 60% արդեն բնակվում են։ Ամանորից դեկտեմբերից հետո արդեն, 60 բնակարան բնակվում է արդեն։ Մենք էլ ենք պատրաստում բնակվել, սակայն որ տեսնում ենք հենց մեր մասնաշենքում ջուրը 8-րդ հարկից մինչև -1 ու ջուրը չեն մաքրվում։ -1-ում ամբողջությամբ հատակը ջուրը։ Այսինքն կարելի է նույնիսկ դա մաքրել, ինչ որ մի չափով բնակիչներին շահագրգռեն, ասեն, որ աշխատանք են կատարում։ Սակայն իրենք հանգստի մեջ էին մինչև ամսի 7-ը, օֆիսին եթե ինչ-որ մի բան դիմում ես, ապա միայն կառուցապատողն է այդ հարցի լուծումը տվողը, պետք է սպասենք այնքան, մինչև կառուցապատողը իր խոսքը կասի։ Օֆիսը միայն կարող էր վաճառել, ստացվում է խաբելով։ 8-րդ հարկում խողովակներն են վնասված, որ ջուրը լցվում թե։ Միայն 8-րդ հարկը չի, այնպես է, որ մենք 2-րդ հարկում ենք բնակվում, մեր ջրաչափն է տրաքել, այնտեղից էլ է ջուր կաթում, այսինքն ցրտի պատճառով ամեն հարկում այդ խնդիրը առաջացել է։